Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր վերլուծական թողարկմանը։ Գիտեք, Բիոն ակադեմիայի մասնագետները վերջերս մի շատ ցավոտ, բայց ռեալ խնդրի մասին են ահազանգում։ Պատկերացրեք, տարիներ շարունակ սովորում եք, աշխատում եք ինչ-որ ոլորտում ու հանկարծ մի օր արթնանում եք ու հասկանում, որ ուղղակի տանել չեք կարողանում ձեր աշխատանքը։ Ծանոթ իրավիճակը։ Դա հիմնականում լինում է այն ժամանակ, երբ մենք շտապում ենք կարիերայի ընտրության հարցում, կամ եկեք անկեղծ լինենք, ուղղակի տրվում ենք ծնողների ճնշումներին։ Այսօր մենք կքանդենք այս կարծրատիպերը եւ կհասկանանք, թե իրականում ինչպես կառուցել իսկապես աշխատող, ապագային միտված մասնագիտական ուղի հենց Հայաստանում։ Ուրեմն հարց է առաջանում, ինչ անել, որպեսզի ընտրած մասնագիտությունը հետո գլխացավանք չդառնա, այլ բերի հաջողություն։ Մենք այստեղ կիրառելու ենք ներսից դուրս մոտեցումը։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է, մինչև միանգամից աշխատաշուկան նետվելը, եկեք մի հատ կանգ առնենք ու սկսենք հենց մեզանից։ Նախ կհասկանանք մեր ներքին հոգեբանությունը, հետո կսովորենք հարմարվել արտաքին նոր գործիքներին, օրինակ արհեստական բանականությանը, եւ նոր դրանից հետո այդ ամենը կհամապատասխանեցնենք 2025 թվականի հայաստանյան ռեալ աշխատաշուկային։ Մեր այսօրվա պլանը շատ հստակ է։ 4 արագ քայլ։ Նախ, կարիերայի ընտրության հոգեբանությունը, երկրորդ, ձեր անձնային տիպի բացահայտումը, երրորդ, ադապտացիոն արհեստական բանականությանը եւ չորրորդ, 2025-ի թոփ մասնագիտությունները։ Գնացինք։ Սկսենք առաջին կետից՝ կարիերայի ընտրության հոգեբանությունը։ Կարևոր է հասկանալ մեր ներքին կողմնացույցը։ Գիտեք, ամեն ինչ հիմնված է գիտության վրա։ Մասնագիտական կողմնորոշումը դա ուղղակի ինտերնետային ինչ-որ թեթև թեստ չէ, որ սուրճ խմելուն զուգահեռ լրացնում եք։ Սա լուրջ, գիտականորեն հիմնավորված համակարգ է։ Նպատակն է քանդել ու բացահայտել ձեր իրական, թաքնված կարողությունները։ Սա ինքնաճանաչման խորը պրոցես է, այլ ոչ թե պարզապես թափուր աշխատատեղերի ցուցակ թերթել, ինչը ցավոք շատերս ենք անում։ Բայց դե, ինչպես ցանկացած ճանապարհի, այստեղ էլ ծուղակներ կան։ Բիոն ակադեմիայի մասնագետները մատնանշում են մի քանի հիմնական սխալներ։ Առաջինը հապճեպ որոշումներն են, երբ ոլորտը մակերեսորեն են ուսումնասիրում։ Հետո գալիս է ամենացավոտը ծնողների ճնշումը։ Շատ ծնողներ իրենց չիրականացված երազանքները բարդում են երեխաների վրա։ Կամ էլ այն հայտնի կարծրատիպը՝ պետք է անպայման բժիշկ կամ իրավաբան դառնաս, որ մարդ դառնաս։ Ծանոթ է, չէ՞։ Պետք է մի քիչ վճռականություն ունենալ ձեր սեփական ցանկություններն առաջ մղելու համար։ Իհարկե, զուգահեռաբար չի կարելի անտեսել շուկայի պահանջարկը եւ որ շատ կարեւոր է ձեր հոբիները։ Հաճախ հենց ձեր հոբին է դառնում ամենալավ բիզնես գաղափարը։ Հիմա նայեք, Երևանի պետական համալսարանի հոգեբանները մի շատ հետաքրքիր բաժանում են անում։ Նրանք առանձնացնում են մոտիվացիայի երկու բևեր՝ ռեգրեսիվ եւ պրոգրեսիվ։ Ռեգրեսիվը, անկեղծ ասած, այն է, ինչից մենք ուզում ենք փախչել։ Պասիվություն, թույլ մոտիվացիա, երբ մարդը բավարարվում է կոպեկներով ու աննշան արդյունքներով։ Իսկ պրոգրեսիվ մոտիվացիան, ահա սա ուրիշ բան է։ Այն միտված է դեպի հաջողություն, ստեղծարարություն, աճի անընդհատ ձգտում։ Այսօրվա մեր նպատակն է, որ դուք ընտրեք հենց պրոգրեսիվ մտածելակերպը, որովհետև միայն այդպես կդիմանաք այս արագ փոփոխվող աշխարհի տեմպին։ Անցնենք երկրորդ մասին՝ ձեր մասնագիտական անձնային տիպը։ Եկեք գտնենք ձեր տեղը արևի տակ։ Նույնը ԵՊՀ ձեռնարկը մասնագիտական ոլորտները բաժանում է 5 խմբի։ Ուզում եմ հիմա ինքներդ ձեզ հարցնեք, սրանցից որն է ձեզ ավելի հոգեհարազատ։ Սիրում եք բույսեր, կենդանիներ։ Դա մարդ բնություն կապն է։ Թե սարքերն ու տեխնիկան են ձեզ գրավում, դա մարդ տեխնիկան է։ Գուցե ձեր տարերքը մարդկանց օգնելն ու սովորեցնելն է մարդ ոլորտը։ Կամ գուցե խելագարվում եք թվերի, կոդերի ու ծրագրավորման համար, դա մարդ նշանն է։ Իսկ կարող է ստեղծագործ խոքի եք եւ ձեզ միայն արվեստն ու դիզայնն են հետաքրքրում։ Տեսեք, այս ոլորտներն էլ ուղղակիորեն կապված են ձեր անձնային տիպի հետ, ինչպես նկարագրում է Հոլանդի տիպաբանությունը մեր աղբյուրներում։ Օրինակ, հետազոտական վերլուծական միտք ունեցող մարդը ուղղակի կփայլի որպես ծրագրավորող։ Իսկ եթե դուք նախաձեռնող եք, առաջնորդ եք բնույթով, ապա ձեզնից հրաշալի կառավարիչ դուրս կգա։ Եթե սոցիալական տիպ եք, բժշկությունն ու կրթությունը հենց ձեր տեղն են։ Եթե կարողանաք ճիշտ ճանաչել ձեր տիպը, համարեք, որ գործի կեսն արված է։ Երրորդ կարևոր կետը՝ հարմարվողականությունը արհեստական բանականությանը։ Սա այն է, ինչ հիմա ակտիվորեն փոխում է ամեն ինչ։ Բայց ժողովուրդ, մենակ ձեզ ճանաչելով հեռու չեք գնա։ Աշխարհը փոխվում է լուսային արագությամբ։ AI for All նախաձեռնությունը մի այնպիսի փաստ է արձանագրել, որ անձամբ ինձ շատ զարմացրեց։ Պատկերացրեք, Տավուշի մարզի Չինչին գյուղում ուսուցչուհի Վարսինեն ասում է. «Կարմիր մատյանները վերացան, թվային գործիքները դարձան մեր աշխատանքի անբաժան մասնիկը»։ Եթե անգամ գյուղական դպրոցներում է այսպիսի թվային հեղափոխություն, պատկերացնում եք, թե ինչ է կատարվում գլոբալ շուկայում։ Ու այստեղ մի շատ հետաքրքիր, նույնիսկ մի քիչ զավեշտալի իրավիճակ կա։ Մեկ այլ ուսուցչուհի, Աստղիկ Գաբրիելյանը, շատ ճիշտ նկատում է, որ երեխաները շատ ավելի արագ են բռնել արհեստական բանականության պոչից, քան մեծերը։
Սերունդը արդեն տիրապետում է դրան։ Բայց խնդիրը այն է, որ թե աշակերտը, թե ուսուցիչը պետք է սովորեն այս գործիքներն օգտագործել իրենց խելքը զարգացնելու համար, այլ ոչ թե որպես ծույլ տարբերակ հանձնարարությունից պլստալու համար։ Ու դրա համար հիմա կրթական համակարգը երկու ճամբարի է բաժանվել։ Մի մասն ասում է, եկեք արգելենք այս AI-ը, որովհետև աշակերտները կծուլանան ու ուղղակի կկոփի անեն տանայինները։ Արգելելն ամենահեշտը, ճիշտ է, բայց կա ավելի խելացի մոտեցում՝ ադապտացվել դրան։ Օգտագործել AI-ը որպես գործիք, որը կստիպի երեխաներին ավելի լավ ու քննադատաբար մտածել։ Ու ուզում եմ պատմել, թե Չինչինի ուսուցչուհի Վարսինեն ինչ հանջարել լուծում է գտել այս հարցին։ Որպեսզի երեխաները չգնան ու AI-ով պատրաստի շարադրություն չգրեն, նա հանձնարարում է գրել էսե իրենց երազանքի տան մասին։ Հետո ուշադրություն։ Այդ նույն տեքստը տալիս են արհեստական բանականությանը, որ նկար ստանան։ Ու գիտեք ինչն է ամենահետաքրքիրը, որքան աշակերտը դետալավորված ու հարուստ բառապաշարով էր գրում էսեն, այնքան ավելի սիրուն ու ճշգրիտ նկար էր տալիս AI-ը։ Սա ուղղակի ֆանտաստիկ լուծում է, արտագրությունը զրոյացավ, իսկ ստեղծագործական միտքը թռավ երկինք։ Դե ինչ, ասնենք 4-րդ եւ վերջին մասին։ Պահանջված մասնագիտությունները Հայաստանում 2025-ին։ Եկեք բախվենք աշխատաշուկայի իրականությանը։ Լավ, մենք արդեն հասկացանք մեր հոգեբանությունը, զինվեցինք AI-ի մասին գիտելիքներով, հիմա եկեք խոսենք կոնկրետ թվերից ու փաստերից։ Ինչ է ուզում հայաստանյան շուկան 2025-ին։ Ըստ Գործապ ակադեմիայի առաջին տեղում բնականաբար տեխնոլոգիական բումն է։ ԱԲ մասնագետներ, վեբ ծրագրավորողներ, տվյալների վերլուծաբաններ, սրանք ամենապահանջվածն են լինելու։ Եթե հիշում եք մեր նախորդ սլայդները, ապա այս գործերը լրիվ համապատասխանում են մարդ-տեխնիկա կամ մարդ-նշան ոլորտին, որտեղ հետազոտական տիպի մարդիկ ուղակի ծաղկում են։ Իսկ եթե դուք ավելի շատ շփվող տիպ եք, ապա անցնենք բիզնեսի միջուկին։ Վաճառք, մարքեթինգ, SMM, պրոջեկտների կառավարում։ Առանց այս մարդկանց ոչ մի բիզնես առաջ չի գնա։ Սա լրիվ նախաձեռնող եւ սոցիալական տիպերի դաշտն է։ Եթե դուք կայֆ եք ստանում մարդկանց հետ շփումից, բանակցելուց կամ թիմ կառավարելուց, հաստատ արժե մտածել այս ուղղությունների մասին։ Բայց մի րոպե, ամեն ինչ չէ, որ միայն IT ու բիզնես է։ Կան կենսական կարևորության մասնագիտություններ, որոնք միշտ են պետք լինելու, անկախ ամեն ինչից։ Հաշվապահներ, բուժքույրեր, HR մասնագետներ, on-line ուսուցիչներ։ Սրանք հասարակության ողնաշարն են։ Իսկ եթե ձեզ համար ամենակարևորը ազատությունն է ու ձեր ժամանակը ինքնուրույն տնօրինելը, ապա ֆրիլանսն այն է, ինչ ձեզ պետք է։ Կարող եք աշխատել աշխարհի ցանկացած կետից ու սպասարկել տարբեր հաճախորդների։ Դե ինչ, մենք այսօր բավականին լուրջ ճանապարհ անցանք։ Հոգեբանությունից մինչև AI-ի նորամուծություններ ու 2025-ի աշխատաշուկա։ Ուզում եմ հենց հիմա ինքներդ ձեզ մի հարց տաք, որի մասին իսկապես արժե մտածել։ Այս բոլոր թվարկված ճանապարհներից ո՞րն է, որ իսկապես խոսում է ձեր ներսի հետ։ Ո՞րն է համապատասխանում ձեր տիպին ու մոտիվացիային։ Ընտրությունը մնում է ձեզ, բայց խնդրում եմ արեք դա գիտակցված, որպեսզի վաղը չզղջաք ձեր կորցրած տարիների համար։ Շատ շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք, շարունակեք զարգանալ։ Կհանդիպենք մյուս թողարկման ժամանակ։ Լավ մնացեք։